Ընկալի վեստ Արմենիային։ Դե ինչ, հանդիպումը սկսվեց Ուրարտուն մեկնարկեց դաշտի կենտրոնից եւ խաղարկում են գնդակը Դմիտրի Գունկոյի տղաները միանգամից երկար փոխանցում առաջ եւ առաջին գրոն են ձեռնարկում ու առաջին հարվածը, առաջին դիպուկ հարվածը այս խաղում դրաման է Սալուն կատարեց, բայց Գոր Մատինյանը Քարյանն է գնդակի մոտ խաղարկում են Տարախչյան վտանգավոր է եւ նպաստավոր դիրքից վրիպում է Էրիկ Փիլոյանը այս մրցաշրջանում Փիլոյանը Մարկարյան Զախեզով շարժում է առաջ Ուրարտուի ավակը Տարախչյան օթային փոխանցում Ջիկիամ հեռացված է գնդակը Պոլյակով տեղափոխում է Աջիեզեր Իսակ Բարի կենտրոն են ուղղացնում գնդակը եւ Գոր Մատինյանի փայլուն սեյվը ահա եւ Ուրարտուի երկրորդ հնարավորությունը իսկ Տարախչյանի արվածը շատ բարձր էր որ աշնանը եվրոպական ֆուտբոլը գալու էր Հայաստան, գալիս էր Հայաստան 2 տարի անընդմեջ Փյունիկը առհասարակ շատ երանելի պահեր պարգևեց հայ երկրպագուներին եւ այդպիսի սպասելիքներ ունեինք նաեւ այս տարվա չեմպիոնից, որը հիմա գրո է ձեռնարկել Տարախչյան, օթային փոխանցում եւ գնդակը առայժմ պայքարի մեջ է Մարկոս Ժունիոր եւ Գոր Մատինյանի հերթական սեյվը վերջնամասում եւս Ուրարտուն մեծացրեց ճնշումը ու Նիկոլայ Պրուդնիկովը դրվագներից մեկում կարող էր գրավել մրցակցի դարպասը, բայց ԲԿՄ-ի դարպասապահ Գոր Մատինյանը փրկեց իրավիճակը, ընդհանուր առմամբ կարելի է խաղակես այդպես 3 մասի բաժանել, առաջին ու վերջին այսպես հատվածներում ավելի ակտիվ էր Ուրարտուն եւ ավելի շատ նախաձեռնողի դերում էր եւ եղավ միջնամասային հատված խոչընդոտել օթային փոխանցման ընթացքը Բայց միևնույն է գնդակը հասնում է Տուգանային հրապարակի կենտրոն եւ Գրենիկ Պետրոսյանը արվածեց ձեռքով խաղ են պահանջում ԲԿՄ-ի խաղացողները Տիտիզյան եւս մեկ փոխանցում եւ եզրային նետում հիմա Զավեն Հովհաննիսյանը կլսի իր գործընկերներին եւ իհարկե շատ լավ կլինի եթե մենք էլ հիմա տեսնենք կրկնապատկեր ու հասկանանք կար արդյոք ձեռքով խաղ թե ոչ Ալբերտ Խաչումյանն ցույց է տալիս, որ տեսել է շատ լավ, որ կար ձեռքով խաղ։ Ահա, խնդրեմ, կրկնապատկերը մեր գործընկերները ցույց են տալիս եւ սա, գիտեք, կարծես թե ձեռքով խաղ է։ Թեմուր Ջիկյան ամբողջությամբ այսպես պարզել էր ձեռքը բնական դիրքում չէր, հիմա եւս մեկ անգամ տեսնենք։ Անեսա 11 մետրանոց Ձերքը բնական դիրքում չէր Ջիկիայի եւ փակեց հարվածի ճանապարհ։ Այո, նշանակում է 11 մետրանոց Զավեն Հովհաննիսյանը եւ այսպիսի զարգացում իրադարձություններից գիշեք ամեն ինչից սկսվեց, երբ Սերոջ Տիտիզյանի հետ պայքարում խախտեց հայ կանոնները։ Ժիրայր Մարկարյանը Ուրարտուի ավակը եւ այս կարողանա արդյոք այս մրցաշրջանում իր առաջին գոլը խփել Գրենիկ Պետրոսյանը սուլում է Զավեն Հովհաննիսյանը Պետրոսյան եւ բացված է հանդիպման հաշիվը ուղիղ կենտրոնով հարվածեց Գրենիկ Պետրոսյանը եւ առաջ է մղում ԲԿՄ-ին այս խաղում 1-0 53-րդ րոպեին Վագն Մինասյանի թիմի օգտին Ուրարտուն երկխաղյա դադարից հետո առաջինն է գոլ բաց թողնում ուղիղ կենտրոնով ճիշտ է ռիսկային էր այս հարվածը բնականաբար մի փոքր ձախ կարելի ասել եթե հանկարծ Սաբակ նրանք հավասարվում են Երևանի Արարատին բայց միևնույն է շարունակում են մնալ ամենապասիվ թիմերից մեկը արդյունավետության տեսանկյունից իսկ ԲԿՄ-ն Տարախչյանի հարվածի օգնությամբ կարող էր հավասարեցնել հաշիվը բայց հրաշալի Սեյվով է դարձյալ աչքի ընկնում Գոր Մատինյանը զգուշացներ բայց հավանաբար երկրպագուներից ինչ-որ մեկն էր այսպես բուրըն արձագանքում մրցավարի չկայացրած որոշմանը Մարկոս Ժունիոր հերվից է արվածում Ժունիորը եւ հրաշալի սեյվ դարձյալ Գոր Մատինյանից Ուրարտուն բաց թողած գոլից հետո արդեն
Ռեժիմ անառիկ է պահում իր դարպասը Գոր Մատինյանը։ Պրուդնիկով միացավ Մարգարյանը, օթային փոխանցում և Օզբիլիսի արվածն էլ է հետ մղում 8-րդ սեյվով արդեն Յայա Սանոգո։ Հեռացնում է գնդակը ԲԿՄ-ան, բոլիսներ են պետք։ Իսակ Բարի, երկար փոխանցում առաջ, Յայա Սանոգոն հաղթում է երկրորդ հարկում, իսկ ինչ է այստեղ 11 մետրանոց։ Այո, 11 մետրանոց է նշանակում։ Զավեն Հովանիսյանը։ Եվ սպասենք կրկնապատկերին, եթե անկեղծ հիմա տեսնենք։ Գրավել, հենց ԲԿՄ-ի դարպաս։ Նրա դիմաց Գոր Մատինյանն է, որ այսօրվա խաղում 9 սեյվ է գրանցել։ Չմոռանանք դա։ Օզբիլիս։ Հարվածում է Օզբիլիսը և հավասարեցնում հաշիվը 1-1։ 75-րդ րոպեին։ Շատ երկար դադարից հետո գոլի հեղինակ է դառնում դարձյալ Արաս Օզբիլիսը։ Եվ Ուրարտուի կազմում այս մրցաշրջանում լավագույն ռմբարկուների ցանկում բարձրանում երկրորդ տեղ։ Շնետ են խաղարկում գնդակը ԲԿՄ-ի խաղացողները, Դանիել Աղբալյան մի փոքր հապաղեց ու նրա ոտքի տակից տարան գնդակը, Իվան Զոտկո, Յայա Սանոգո և գերազանց գոլ է խփում Յայա Սանոգոն, առաջին գոլը Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։ Ու կարող է այն իհարկե հաղթական լինել և համաձայնվեք այստեղ երևաց նրա շատ բարձր կարգը և հրաշալի հարվածով պարզապես խոցում է Գոր Մատինյանին 2-1 ու դարձյալ պետք է արձանագրել Գունկոյի կատարած փոփոխությունների կարևորությունն ու նշանակությունը, սպասենք կրկնապատկերին, չկար հավանաբար խաղից դուրս և հրաշալի գոլ էր իսկապես։ Փայլուն հարված, շատ լավ մշակեց գնդակը և ընկնելով այսպես կիսաշրջադարձ հարվածով Յայա Սանոգոն գրավում է մրցակցի դարպասը։ 2-1, Ուրարտուն Օզբիլիսի հարվածը լրացավ նաև Հովանիսյանի ավելացրած այս 11 րոպեները և վերջ ոչինչ չավելացրեց Հովանիսյանը, փաստորեն այդ դադարները չէր հաշվել այս 11 րոպեների ընթացքում եղած, ինչն էլ